Սարոյանյան, Այո։ Գյումրիում տեղի ունեցած զարգացումներից հետո ինչ է սպասվում Հանրապետության երկրորդ քաղաքի կառավարմանը։ Հակակոռուպցիոն կոմիտեն քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ 3 ձերբակալված ապակարանավորված որոշ պաշտոնյաների պաշտոնավարումը կասեցվել է։ Երեկ էլ Գյումրիում ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի հավաքված աջակիցներից ոմանք այո տեսակետ արտահայտեցին, որ եթե իշխանությունը ուզում է հանգուցալուծում ստեղծված իրավիճակի, ապա թող ռիսկ անի եւ արտահերթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն անցկացնի, այդ դեպքում վստահաբար Վարդան Ղուկասյանը 50+ է հավաքելու։ Նախ հարգելի գործընկերներ, տեղյակ եք երեք ինչ կատարվեց Գյումրիում, փաստացի ըստ հակակոռուպցիոն կոմիտեի մեղադրանքի մենք 6 ամիս եւ մի քիչ ավել Գյումրու համայնքի ղեկավարը փաստացի կաշառքով է զբաղվել մեր հարազատ քաղաքում ըստ մեղադրանքի, նորից եմ ասում, նաեւ համեղության կախավարկածը պահելով եւ ձայնագրություններում տեսակ թե ինչ խոսակցություններ էին եւ այդ ձայնագրությունները ինչի մասին էր խոսում, այն մասին, որ սույն անձը Վարդան Ղուկասյանը կամ ինչպես ինքն է սիրում իրեն անվանել Վարդանիկը, լինելով համայնքի ղեկավար եւ ժամանակին էլի որպես համայնքի ղեկավար աշխատելով, հիմա արդեն այն բարքերը, որոնք որ քաղաքում տիրել են ժամանակին, նորից փորձ արեց վերադարձնել այն կոռուպցիոն համակարգը, այն կլանային համակարգը, որը որ տիրել է քաղաքում իր օրոք, փորձեց նորից վերակենդանացնել, ինչը բնականաբար անթույլատրելի է եւ իրավական գնահատական համենայն դեպս 3 տրվեց եւ բոլորդ լսել եք այն ձայնագրությունները։ Քաղաքի կառավարման հետ կապված ես վստահ եմ, որ օրենքով այդ ամեն ինչը կարգավորվում է, ամենայն հավանականությամբ, չգիտեմ ոնց է լինում, բայց այնտեղ տեղակալ կա, առաջի տեղակալ կա եւ այլն։ Հա, փոխքաղաքապետը երևի կստանձնի, բայց այո, հենց դա եմ ասում, որ այդտեղ էլ մի ավելի մեծ խնդիր ունենք, որ այդ փոխքաղաքապետը 3 գործադուլի, մանկապարտեզի աշխատակիցներին, մանկապարտեզների, տրանսպորտի քաղաքային ամբողջությամբ կատվածահար էին արել 3, ինչի համար, որ ըստ Վարդանիկի բնութագրման բոլորով գնան լցվեն իր կողքը, գնան լցվեն, որպես այդպիսին պահելու կոռուպցիոների ըստ մեղադրանքի, նորից եմ ասում, կոռուպցիոների շահերը։ Եվ հիմա այդ անձը փոխքաղաքապետը ոնց որ ինքն է հազորությունները իրականացնելու փեսան է որքան գիտեմ եւ տեսնենք հնդածս արդեն կերևա օրենքը հստակ կարգավորի ամեն բան։ Ինձ այն հանգամանքը, որ կոռուպցիոներները պետք է միանշանակ իրավական գնահատականի արժանանան եւ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք դրա վերջը տվել ենք եւ շարունակելու ենք տալ, դա միանշանակ է, որ ողջևորելու է, որ կոռուպցիոներները իրավաբանների կողմից գտնում են ժամանակին եւ մեր չեն թողնում, որ մեր հարազատ քաղաքը թալանեն։ Թվականների, աշխատասենյակների, գրասենյակների ուղղությամբ կարող է հանրությունն ավելի հետաքրքիր ձայնագրություններ լսել։ Փայլակ ջան, ես չեմ հիշում կամ չգիտեմ մի իշխանություն, որի օրոք այնքան բացահայտումներ են եղել որպես այդպիսին, մանավանդ կոռուպցիոն հենց իշխանության թիմից ովքեր որ ինչ որ մի պահ դրա մեջ թաթախված են եղել, շատ արագ օր առաջ բացահայտվել են եւ գիտեք բազմաթիվ պատմություններ այդ մասով, որոնց իրավական գնահատական տրվել է եւ որևէ անգամ
նրանց որևէ ձև չկա նման բան, դա ձեր գնահատականն է, ես հիմա անուններ չեմ ուզում հնչեցնել, դուք ներկայացնելով մամուլը, դուք ինձանից լավ կտիրապետեք, թե ինչ է իրականում կան առողջապահության փոխնախարար, սպորտի փոխնախարար, բազմաթիվ այն նախարար, քաղաքաշինության կոմիտե, տեսեք ինչ բարձրաստիճան պաշտոնյաների մասին է խոսքը եւ հստակ իրավական գնահատականներ տրվել է եւ որևէ մեկը չի առանձնացրել իրենց նրանց համար, որ իրանք իշխող ուժի անդամներ են կամ չգիտեմ, այսպես քաջալերվել է այդ ամեն հստակ իրավական գնահատական է տրվել եւ այո բոլոր կոռուպցիոներների տեղը միանշանակ այն վայրում է, որտեղ որ հիմա գտնվում է Վարդանիկը։ Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից արված տարությունից հետո, որովհետև եւ Վարդան Ղուկասյանի աջակիցները եւ փաստաբանը գնդում են, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարությունը հենց իրավական գործընթացներ սկսելու սկիզբ էր, գիտեք, որ ասել էր, որ ըստ էության Վարդան Ղուկասյանին պետք է հեռացնել հանրային ու քաղաքական կյանքից։ Փայլակ ջան, ես նախ չգիտեմ այդ գաղտնազրսումը երբ է կատարվել, դա ամբողջությամբ գտնվում է հակակոռուպցիոն կոմիտեի տիրույթում, ես ասեմ, որ ես ինքս եթե հետևեք, ես էլ վերջի ժամանակահատվածում ես էլ էի ասում, որ բան չմնաց, ինչ էի դա ասում, որովհետև շատ լավ գիտակցելով, իմանալով, թե ովքեր են այսօր եկել իշխանություն Գյումրիում եւ ինչ են անում, ինչ մեթոդներով են առաջնորդվելու, ես էլ լինելով գյումրեցի եւ ապրելով Գյումրիում, մենք մշտապես իմանում ենք, թե որտեղ ինչ է կատարվում եւ այն սխեմաները, որոնք որ իրականացվել են, ես վստահաբար կարող եմ ասել, որ դա մի դրվագ է ուղղակի բազմաթիվ այլ նմանատիպ դրվագներ ըստ ինձ հասած տեղեկությունների կան եւ հետեւաբար խոսակցությունների մասին է խոսքը եւ հետեւաբար ես հիմա այն որ Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 անձ ըստ մեղադրանքի կաշառք են վերցրել կամ կաշառակերությամբ են զբաղվել ըստ մեղադրանքի դա իմ համար փաստ է Չէ, դա ապացուցված չի, դա նախաքննություն է։ Դե նախաքն այս մեղադրանքի եմ ասում, ըստ մեղադրանքի ամենայն դեպս մեղադրվում են նրանք կաշառակերության մասով։ Ինչ առումով։ Ընտրություններ կարող են լինել, դուք կրկին առաջադրվեք եւ ընտրվեք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին է խոսքը։ Ես ասեմ, որ ես այս պահին չգիտեմ, թե ինչ զարգացումներ կլինեն, դեռ որևէ բան հստակ չէ, որովհետև գիտեք, որ օր-օրի տարբեր զարգացումներ են տեղի ունենում, եթե հանկարծ արտահայտ ընտրություններ լինի, միանշանակ քաղաքացիական պայմանագիրը մասնակցելու է եւ հաղթելու է։ Ինչ որ զարգացումներ պլանավորում եք։ Այնքանով որքանով տեղյակ եք այս պայդրությամբ քաղաքի կառավարումը բնականon հունով ընթանում է, թե գործադուլի երեք Վարդան Ղուկասյանի փեսան կամ առաջի տեղակալը այդպես անպագորգոր բաներ խոսելով ասաց, որ գործադուլ են կանելու, սա են կանելու, նա են կանելու, բայց երևի հասկացավ, որ գյումրեցիները այդ իրենց շահարկել է այդ ամենը քաղաքական եւ պաշտպանել է ըստ մեղադրանքի կոռուպցիոներին կարող է սխալ գնահատական, իրանց համար վատ գնահատական արժանանա, հետագայում արդեն իրենք հայտարարեցին, որ քաղաքը իր բնականon հունով քաղաքը աշխատանքները շարունակվելու է եւ որքան տեղյակ եմ այսօր որևէ նմանատիպ իրավիճակների ականատես չենք եւ նորմալ աշխատում են համայնքապատկան կառույցները։ Հասցեն, որ հիշատակվում է, պարոն Սարոյանյան, գյումրեցի եք, դուք ինքներդ գնացել եք, տեսել եք, օրինակ, ինքնակամ է իսկապես կառուցված այդ շինությունը, որի շուրջ ըստ էության ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տեղի ունեցած զրույցը, ձեռք բերվել պայմանավորվածությունը Կարեկին Նժդեի
Տեսեք, ես նկատել եմ, որ Գարեգին Մեջդե փողոցում նմանատիպ կառույց կա, բայց այդ կառույցի, այսպես ասած, պատմությունը թե ինչպիսին են, ես չեմ տիրապետում դրա, այսպես ասած, իրավասությունն էլ մինչև հիմա չեմ ունեցել, բայց նկատել եմ, որ շատ արագ, որովհետև մի փուլում այդ կառույցը այսպես փակել էին, փակեր, մի 2 տարի առաջ ինչքան հիշում եմ, փակել լենտաներով փակել էին եւ ինչ-որ շինարարություն էր տեղի ունենում, հետագայում այդ հանեցին, հետևը մենք որ տեսանք ինչեր, այսպես բացարձակ չէր մտնում այն տրամաբանության մեջ, որ Գյումրիում նմանատիպ տեղը, դիրքը, մի խոսքով։ Եվ փաստացի մարդիկ, այս պաշտոնյաները ուզեցել են այդ կառույցը օրինականացնել։ Եվ դա ըստ մեղադրանքի նորից եմ ասում, դե բնական է, տեսել եմ, այո, եւ դրա պատմությունը, որ ինքնակամ է եղել, ոնց է եղել, ես չեմ իմացել։